Ես այստեղ պարզապես ուզում եմ դիմեմ մեր ազգային անվտանգության ծառայության սպայական կազմին, սպայերին, դուք փառավոր ուրեմն ղեկավարներ եք ունեցել, հայրենասեր ղեկավարներ եք ունեցել, իրենք իրենց կյանքը վտանգելով պահպանել են աչքի լույսի պես Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, բախտ եմ ունեցել շփվելու իրենցից որոշների հետ, մի դրվագ ընդամենը պատմեմ, 2003 թվականին Ստամբուլում ՀԱԿ խորհրդարանական վեաժողովի ժամանակ մի առիթով ասել եմ, դուք ցույցել եք տվել, երբ դիմեցի Ախմեդ Դավութօղլուին, որը նստած էր դահլիճում, այն ժամանակ արտաքին գործերի նախարարն էր, եւ ասեցի Ջեմալ Փաշայի թոռան նման եկեք մեր համալիր ծնկի իջեք, աղերսեք ներողամտություն եւ ձեզ կներեն։ Հետո Ռուսաստանի FSB-ի նախկին տնօրենը, որը ռուսական պատվիրակության ղեկավարն էր, Նիկոլայ Դմիտրիևիչ Կավալյով, գեներալ արմիի, մի խոսքով շտապ ասեց կողքիցս հեռու չգնաց, առաջի անգամ եմ ասում, այն ինչ հիմա եմ ասելու, թե չէ այս դեպքի մասին ասել է, ինձ ասեց, ես դուք Հայաստանում սաղը, ոնց ասեց, բեզուդերնը սմելի, անսաման համարձակեք, ասի, բա ինչ անե, ասեց, ես քեզ մի բան պատմեմ, առիթ է, եթե բանը հանրապետականի գործընկերները ստող պատմեն Սերժ Ազատովիչին, չնայած իրան ասեմ, ասեց ուրեմն լսի, երբ ես ասում Ռուսաստանի Դաշնության անվտանգության ծառայության տնօրենն էի, երբ շիկացած էր Հայ-Ադրբեջանի սահմանի դրությունը, հրավիրեցի Մոսկվա Ադրբեջանի անվտանգության ծառայության պետին եւ Հայաստանի անվտանգության ծառայության պետին, որ այն ժամանակ Սերժ Սարգսյանն էր։ Ասում եմ առանձնասենյակում նստած ենք, դե հայերը ասում են այն ժամանակ նու շահած էին, պատերազմ շահած էին եւ ադրբեջանցիները գանգատվողներ էին։ Ասում են այս Ադրբեջանի ուրեմն ներկայացուցիչը գեներալը սկսեց խոսել, Սերժ Սարգսյանը գլուխը ներքև խոնարհած հանգիստ լսում, ասում այդ ադրբեջանցին երևում է սխալ հասկացավ, սկսեց բարձրաձայն խոսել։ Ասել նայեց, ասեց մի քիչ ցածր խոսի ես։ Լավ եմ լսողությունս լավ է։ Ասում է սա էլի բաներ անում, դե նա ասում է քմտի ծաղով բաներ անում, ասում է ես էլ զգում էի, այդ Կավալյովն ասում, գեներալ արմի։ Ըստ ում մարդիկ կային լսում են, գաղտնի ականջից չէր ասում։ Ասում է երբ չափը անցավ, ասում է անսպասելի ինձ համար Սերժ Սարգսյանը վեր կացավ, նա սիլեց դրան։ Ասում է սիլեց, ես թռա պահեցի։ Ասում է ես հիմա քո արածը նույնն էր, ինչ Սերժ Սարգսյանի արածը։ Հենց որ ինձ մի քննադատեք Սերժ Ազատովիչ, երբեմն ստիպված ես էլ եմ սիլա տալի, ձեզնից եմ օրինակ այդպիսի բաներ, ինչ եմ դիմում մեր սպայական կազմին, դիմում եմ այդպես թասիբով են եղել։ Մեկը էլ համարձակվեր ասեր, Արցախ աչքի վերևը թոնք կա։ Այդ տեղում գեներալ արմիի ներկայությամբ իրանց պատիժը կստանային։
I see